Տավուշեցիները երկար տարիներ բոլոր հավաքները, հանդիպումները սկսել են Բագրատ Սրբազանի օրհնությամբ։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ է նոյեմբերյանցիների հետ հանդիպումը սկսում Հայաստան դաշինքի անդամ Գեգամ Մանուկյանը։ Սրբազանն արդեն տեղյակ էր, որ գալու ենք Տավուշ, որոշեց իր օրհնությունը ուղղակի գրավոր գրել։ Իր նամակում տավուշցիներին ընտրություններին պարտադիր մասնակցելու կոչ է անում Բագրատ Սրբազանը, որպեսզի Տավուշը նորից անառիկ լինի, որպեսզի հոգևոր Հայաստանը հաղթի։ Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի եւ հայոց գալիք հաղթանակն այլ ընտրանք չունի։ Անպայման գնացեք ընտրության եւ վստահ եմ կընտրեք Հայաստանը։ Միասին կարող ենք սիրով եւ աղոթքով հաղթանակի տեսիլքով հայրենիքի կալանավոր Բագրատ arczepiskopos Գալստանյան։ Ում ընտրել հունիսի 7-ին ռետորական հարց է հնչեցնում Գեգամ Մանուկյանը։ Ում ընտրել։ Ռոբերտ Քոչարյանին իր փորձով, իր հանգստությամբ, սառը դատողությամբ, թե լաչառին, հիստերիկին։ Մանուկյանն առաջարկում է լարել հիշողությունը եւ պարզ համեմատություն անել, ում օրոք է հայրենիքը շենացել եւ ում օրոք ենք լուռու մունջ տարածքներ հանձնել։ Խոսքս ուղղում եմ նոյեմբերանում պայմանագրային զինծառայողներին, երրորդ բանակային հերոսական կորպուսի բոլոր նախկին ներկա ծառայողներին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, առանց որևէ խոսք, այն Բաղանիսի մոտի նոր տարի պոստը վերցրել են մերոնք, վերցրել են մի անգամ Ռոբերտ Քոչարյանը կամ պաշտպանության նախարարը չի պոռոտախոսել, գլուխ չի գովացել, պետք է եղել վերցրել են։ Այս անհավասարակրի իշխանության ժամանակ, այդ սահմանազատում ասացի արդյունքում, որ էլի չէր մտնում, նոր տարի պոստը Թուրքին տվել են, էսա նոյեմբերյանի աշխարհի, Տավուշ աշխարհի համար ավելի ուրիշ համեմատական չկա։ Չվախենալ, չտրվել իշխանական սպառնալիքներին եւ քվեարկել հանուն Հայաստանի տավուշցիներին կոչ են անում դաշինքի անդամները։ Ժողովուրդ, ձեզ անընդհատ փորձում են վախի մթնոլորտի մեջ պահել, ասել, որ հսկում են ընտրությունները, հետևում են, գիտեն ով ում է քվեարկելու, սուտ են ասում։ Այս ամեն ինչը անում են ձեր կամարտայության, ձեր ձայնի վրա ազդելու։ Սրանցից մի վախեցեք, սրանք վախենալու չեն, սրանք պետք է ձեզանից վախենան։ Սրանք են 5000 զոհ տվել, սրանք են հայրենիք հանձնել։ Վախը զինվորականի հետ անհամատեղելի է։ Մի կողմ եք դնում վախը։ Պապիկյան Սուրոյից սկսած մինչև Ասերյաններ, բոլորի որ ձեզ ստիպելու են ոնց քվեարկեք։ Հայաստան դաշինքի իշխանության գալուց հետո որևէ տարածք չի զիջվելու թշնամուն վստահեցնում է դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը։ Այստեղ ենք վճռական ասելու, որ մեր իշխանության գալու պարագայում որևէ մի սանտիմետր տարածք չենք զիջելու։ Չենք զիջելու, որովհետև դրանք հայկական են, իսկ այն տարածքները, որ զիջվում են եւ շարունակաբար անոնսում են նոր տարածքների զիջման մասին։ Ազգակործանը հերթական անգամ վերջերս հայտարարեց, որ էլի տարածքներ կան ադրբեջանական, որը որ պետք է հանձնվեն։ Տարածքներ չեն հանձնելու, դպրոցներ չեն փակելու, Հայաստանը քաղաք-պետություն չի դառնալու, տավուշցիներին անհանգստացնող հարցերին արձագանքում է Դանիելյանը։ 229 դպրոց սահմանամերձ համայնքներում փակվում է։ Այդ դպրոցը կառուցվել է, որ սահմանին ապրող մեր հայրենակիցը ամուր կարճած լինի այդ հողին։ Բայց հիմա ո՞րն է նպատակը, որ դպրոցները փակում են։ Ասում են դպրոցաշինություն, զուգահեռ կրկնում եմ, 229 դպրոց փակվում է։ Եվ այդ տարածաշրջանում արդեն ժողովուրդ ջան, գիտենք դպրոցը փակվեց, գյուղը արդեն կենսունակ չի։ 23000 հեկտար ոչ ոռոգելի տարածք կա Տավուշի մարզում, ընդգծում է Գառնիկ Դանիելյանը։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է, իրենց ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գյուղատնտեսությունը։ Գյուղացու չարչարանքը այսօրվա ճակատագրին չի արժանանալու։ Հիմա անում են ամեն ինչ, որ մենք մեր գյուղատնտեսությունը ունենա լրջագույն խնդիրներ։ Անում են ամեն ինչ։ Երեք փորձեցին մի բան էր, sense հրճվանքով Ռուսաստանի նախագահան զանգեց, ծնունդը շնորհավորեց։
Վերջ ամեն բոլոր հարցերը լուծված են, ուրեմն գյուղարտադրանքը կսկսի Հայաստանից հոսել դեպի Ռուսաստան եւ այլն։ Ուղիղ 3 ժամ հետո ամբողջ մրգերի վրա սահմանափակում մտցվեց այսօրվանից։ Սրանք չեն էլ հասկացել, որ քաղաքավարության զանգը ծննդյան օրվա հետ կապ չունի երկրի աշխարհակաղակական քաղաքականության հետ։ Այդ ձեր տունը շինի 8 տարի իշխանության եք, միջև այսօր դա չեք հասկացել։ Ձեր տգիտության աստիճանը այդ ուր է հասել։ Տգիտության եւ ասես չափի շատ խորամանկության, որ իրենց հանդիպում են այդ բանը, այդ խառնութի անունը բան Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ որն է Նիկոլ Փաշինյանի առաջարկած ծրագիրը իր իսկ ստեղծած ճահճից դուրս գալու համար հարցնում է Քոչարյանը։ Նկատում, քարոզարշավի ընթացքում ծրագրերից չեն խոսում ԿՊԱ-ականները, փոխարենը շարունակ սպառնում են, վիրավորում, պարտադրում։ Այս իշխանությունը ծրագրերից չի խոսում։ Հիմնականում լաչառություն, սրանք կմբռնեն, նրանք կմբռնեն եւ նկատեցի մի բան, որ եթե միտեղ մի բան կառուցել են, ոնց որ անդադ 30-ով են տալիս։ Ոնց որ իր տնից փողը բերելա, ասֆալտը փռելա։ Լիքը բան են կառուցել, իմ ժամանակ շինարարության ծավալները շատ մեծ էին ու կենտրոնացված չէին Երևանում, Հայաստանում մեկ էին կառուցում։ Բայց երբեք մուննաթով կամ երես տալով ժողովրդի հետ չեն խոսացել։ Վերջը դա քո գործն է, ես մտածում եմ, որ դա իմ աշխատանքն է, իմ աշխատանքի արդյունքում ես վերջապես պիտի գամ եւ հաշվետու լինեմ։ Հաշվետու չի եղել Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց, Եռաբլուրի եռապատկելուց, Հայաստանի քարտեզը փոփոխելուց հետո, հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը։ Համոզված է, ընդամենը 4 օր հետո հնարավոր է փոխել իրականությունը, ազատվել պարտության, կորուստների, ստի խորհրդանիշից։ Ոչ ասելը քիչ է։ Այսինքն պիտի վճռորոշ, sense լավ ձևով բան անել։ Մերժել է 16 համարը, դա տոքսիկ բյուլետեն է։ Ուրեմն ինչ ենք անում հունիսի 7-ին, Ժորժ ջան։ Հունիսի 7-ին համար 17։ Համար 17։ Լիլիթ Խալաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Լավ մնացեք։